Բարևներ, իմ շատ սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես է տրամադրությունը, իմը լավ է, ահագին փոփոխվել է տրամադրությունս, գլխիս ցավը բավականին անցել է, շնորհակալ եմ ձեզ սիրելի հետևորդներ, որ միշտ այդքան ուշադիր եք, շատ հետևորդներ դեղերի անուններ են նշել, թե ինչ դեղեր ես խմեմ, շատ հետևորդներ կան, որ Ամերիկայից պատկերացրեք կապնվել են և ասում են, որ ցանկանում են, որ ինձ համար դեղ ուղարկեն և ես շատ շնորհակալ եմ ձեզանից, իմ սիրելի հետևորդներ, անհանգստանալու համար անչափ շնորհակալ եմ։ Կան դեղեր, որ դուք նշել եք ես օգտագործեմ, որպեսզի օգտագործեմ, որ լավ լինեմ, ասեմ դրանցից ես շատ եմ խմել սիրելի հետևորդներ, բոլոր տեսակի դեղերը փորձել եմ, հավատացեք, երբ որ այդ ցավը բռնում է, այդ պահին ինչ դեղ առաջարկում են խմում ենք, շատ բժիշկի մոտ եմ գնացել, շատ դեղեր եմ խմել, պատկերացրեք բոտեքս եմ արել ճակատիս այս հատվածից է բռնում էլի, ասեմ, որ բոտեքսը բավականին օգնել է, բավականին 6 ամսով ցավը մեղմացնում է, հիմա արդեն ժամանակը լրացել է, դրա համար է երեք այդպես ահավոր ցավում է, պետք է գնամ դա անեմ, դա ահագին օգնում է, իսկ դեղը խմում եմ ամոմիգրանը, որը ինձ նյարդաբան է շատ լավ նշանակել, դա է, որ որոշ չափով ինձ օգնում է, մնացած դեղերից էլ եմ փորձել, բայց հավատացեք չի օգնել, շատ եմ խմել, չի օգնել, միակ դեղն է այս ամոմիգրանը, որը իմիջիայլոց հայկական չի, Թուրքիայից ենք ձեռք բերում, պատկերացրեք, այնտեղ է լինում մենակ այդ դեղը և ինձ բավականին օգնում է, եթե կան հետևորդներից ես նկատեցի, որ շատ են միգրեն ունեցողները, կարող են այդ ամոմիգրանը փորձել, բայց թուրքականը, ճիշտ է մի ժամ տևում է, որ օգնում է, բայց բավականին օգնում է, էլի հաջող դեղ է, սիրելի հետևորդներ, շատ շնորհակալ եմ անհանգստանալու, ինձ օգնելու, ինձ աջակցելու համար, անչափ շնորհակալ եմ, եկել եմ տուն, վերադարձանք եկանք Ստեփանավան, եկել եմ տուն, գլուխս են ձեր ցավում էր, ամուսինս ասես գնում ես տուն, ու այսօր գործի տեղը չես գալի, գնա, քնի, հանգստացի, ասել եմ, հա, խաբել եմ, եկել եմ տուն, բայց ես չեմ կարող, սիրելի հետևորդներ, իմ էությունն է այդպիսին, չեմ կարող պարկել, քնել և հանգստանալ, եկել եմ, սկսում եմ հավաքել, մաքրել, սրբել, բայց անելու բանը չկա, բայց անում եմ, չգիտեմ ինչու, հիմա էլ որոշել եմ ճաշ պատրաստել, տաք վիճակով սուպ, պատկերացրեք ամուսինը շատ է սիրում ջրիկ այդ սուպերը և ասեցի մի հատ ոսպով սուպ պատրաստեմ, շատ սիրում է, թող գա տուն, անակնկալ կլինի, համել կուրախանա, որ ոսպով սուպ եմ պատրաստել, բայց մի կողմից է վրես կջղայնանա, կասի ես քեզ չասեցի, որ գնա քնի, բայց դե չեմ կարողանում սիրելի հետևորդներ, այնպես որ այսօր տանից եմ վարելու, գտնվում եմ իմ ամենասիրելի վայրում խոհանոցում, որը շատ սիրում եմ իմ խոհանոցը, շատ եմ սիրում, իմ համար շատ հարմարավետ, շատ հանգիստ, սենց մի հատ անկյուն է, որտեղ թեկուզ գործը չանեմ ու այսպես նստեմ, բավականին մեծ հաճույք եմ ստանում, սիրելի հետևորդներ, հիմա ուզում եմ ինչ պատրաստել, ոսպով սուպ եմ ուզում պատրաստել, ոսպը վերցրել եմ, այդ տեսակի ոսպ եմ օգտագործում, սիրելի հետևորդներ, սա մենք բերում ենք Ռուսաստանից, լենտայից առնում ամուսինս, իմիջիայլոց ամուսինս Ռուսաստանի գիծ ունի, Կրասնոդարի, այսինքն Հայաստանի բոլոր մասերից մարդկանց տանում են Կրասնոդար և հետ բերում Հայաստան, ունեն մի քանի Վիանո և Վիտո մեքենաներ, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է կամ կարող է գնալ կամ վեշ ուղարկել սիրելի հետևորդներ, կարող եք զանգահարել ինձ կամ կարող եմ համար տրամադրել, որպեսզի կարողանաք կապ հաստատել և կարող է ինչ-որ մեկիդ պետք գա վեշ ուղարկելու կամ մարդ գալու, կարող եք առանց մտածելու զանգահարել ինձ դիմել և ես մեծ սիրով ձեզ կօգնեմ։ Որոշել եմ ոսպով սուպ պատրաստել սիրելի հետևորդներ, հիմա ինչ եմ անելու, նախ սոխը մաքրեմ, սոխառած անեմ, սոխով ես շատ սիրում եմ, կան էլի, որ մարդիկ, որ սոխը ասում են բանա, ծորկում ենք մեջը,
կամ սոխ չեն գցում, չեն ուտում, բայց չէ, մեր տանը նման խնդիր չկա, սոխը շատ լավն է, շատ առողջարար է, բայց մեր սոխը շատ վատն է, գնա մի հատ ուրիշ սոխ բերեմ, մեջը փչացել է, այսպես վերցրել ենք մեր շոկով առել ենք համ խանութի համար, համ տուն ենք բերել, բայց սոխը փչացել է, գնա մի հատ ուրիշ սոխ բերեմ, սիրելի հետևորդներ։ Տեսնենք, այս մի սոխը ոնց կլինի, մեկը փչացել էր, այս մեկը ոնց որ հաջող է, նորմալ է, սոխառածը անեմ, դնեմ վրեն, հետո ոսպը կմաքրեմ, ասեցի ոսպը, որ բերում ենք Ռուսաստանից, շատ լավ ոսպ է, շատ համով ոսպ, սիրելի հետևորդներ, դա ենք օգտագործում, որ հիմա ինձ հարցնեք, թե Հայաստանում ինչքան է ոսպի գինը, ես չեմ կարող ասել, որովհետև մենք տես բաները չեն գնում, ամուսինս բերում է Ռուսաստանից, այսպես, հիմա պատրաստեմ ուր է մեր սոխը լվացի, հիմա էլ մանր կտրատեմ և տեսնեմ ինչ տեսակի սուպ եմ սարքելու, ես էլ եմ շատ սիրում, իմ համար ջրալի ճաշերը բոլորից լավն են սիրելի հետևորդներ, ես սիրում եմ սուպը, ջրալի ճաշ լինի, սուխո իշքան կարաս ուտես, հա չոր կուտես, բայց իշքան շատ բան է, որովհետև չի էլ կարելի մարդու օրգանիզմի համար, որ սոխը անընդհատ դու ուտես չոր ուտելիքներ, պետք է սուպ էլ լինի, որպեսզի օրգանիզմը սկսի լավ աշխատել, դա իմ մտածելակերպն է այդպիսի սիրելի հետևորդներ, կան մարդիկ, որ ընդհանրապես սուպ չեն ուտում, բայց ես շատ եմ սիրում և իմ ընտանիքի բոլոր անդամներն է շատ են սիրում սուպը, ձեռքերս լվանամ և տեսնենք ոնց ենք վառում մեր գազը, մի քիչ յուղ կդնեմ, հետո ընթացքում արդեն որ պատրաստ է լինում, արդեն բան եմ անում ես, կարագ եմ մի փոքրիկ ավելացնում վրեն, արդեն երբ որ պատրաստ է լինում ու համով է լինում, ես սիրում եմ ճաշերը յուղով, չգիտեմ, վերջում է կարագ դրած, իմ համար դա շատ լավ է, համով է լինում, այսպես, դնենք, թող մի փոքրիկ հալվի յուղը, այսպես դրել եմ, որպեսզի հալվի յուղը, խառնենք չկպնի տակը, մի քիչ ուժեղ եմ արել, բայց մտածում եմ, որ կարող է խնդիր առաջանա, դրա համար էլ հեսա մի փոքրիկ կամացացնեմ գազը, մի փոքրիկ կամացացրեցի, հիմա էլ նայեմ սոխի պրոցեսը ինչպես է ընթանում, սիրում եմ սոխառածի հոտը, շատ, երբ որ հենց արդեն սկսում է սոխը հոտը սենց յուղով սոխառածի տարածվել, շատ անուշ հոտը գալիս է, շատ դուրս գալիս է այդ հոտը, հիմա նայեք, միգրենի ժամանակ հոտառությունը տել է սրվում, մի տեսակ սենց հոտերի հանդեպ զգայուն է դառնում, օրինակ եթե իմ մոտ մեկ է ժամանակ դուխի վրան լցնի, ես շատ ծանր եմ տանում, սկսում է սիրտս խառնել, բայց արեք ու տեսեք, սոխառածի հոտը ինչա դուր է գալի միգրենի ժամանակ, հետաքրքիր բան, ինչպես խառնենք, ես չեմ է սիրում, որ սոխառածը շատ է վառվում, այնքան որ տեսնում եմ արդեն յուղը հալվել է և ոսկե զոծ է եղել, ես արդեն վռած ավելացնելու եմ մնացած բաները, չեմ սիրում, երբ որ վառվում է, արդեն համը մի տեսակ ուրիշ է լինում, ոնց որ սոխառած չլինի, այլ մեջը սև բաներ է երևում, ավելացնելու եմ, հեսա մի փոքրիկ
տոմատ, մի քիչ է կարմիր պերեց, շատ քիչ եմ անում ես գույնը, որովհետև պետք չի, ինքը հենց ոսպն է գույն ունի, որը շատ կկարմրի, կխանգարի, դրա համար էլ այսպես տոմատով, սենց արագ խառնեմ տոմատով, ու ավելացնելու եմ ջուր, մի փոքրիկ է երևի ջուր ավելացնեմ, փոքրիկ է ջուր ավելացնենք, սպասեմ, որ մի քիչ եռա ու նոր մնացած բաները ավելացնեմ, քիչ եմ պատրաստում, որովհետև երկուսով ենք սիրելի հետևորդներ, ես եւ ամուսինս ենք, այնպես որ քիչ եմ պատրաստում, որ կարողանանք ուտենք ու վերջացնենք չմնա, էլի, անիմաստեղը չմնա, այստեղ էլ տղայիս նկարն եմ այսպես դրել, տղաս ամուսինս, խոհանոցում դրել եմ ամեն առավոտ, երբ որ վեր եմ կենում, գալիս եմ կոֆե խմելու, պարտադիր մի հատ տղուս հետ զրույց եմ անում, պարտադիր, խոսում եմ, մինչև կոֆեի լինելը, սիրելի հետևորդներ, ոնց որ իմ կողքը լինի, այ չգիտեմ, այդպես ոնց որ մի քիչ կարոտը սառնեմ, այդ այսօր տեսել եմ տղայիս, տեսել եմ, շփվել եմ, 2 ժամ տեսակցություն վերջապես թույլատրեցին, տեսել եմ, շփվել եմ, շատ լավ էր տղաս, բայց մի քիչ հիվանդացել էր, շատ լավ էր, որ մեզ տեսավ, բայց մի քիչ հիվանդացել էր սիրելի հետևորդներ, բայց ոչինչ դա էլ կանցնի, ամեն ինչն է տղու համար է, դա էլ կանցնի, առաջ Աստված սիրելի հետևորդներ։ Այսա ոսպս բացեմ, մաքրեմ, չնայած մաքուր է ոսպը, բայց մի հատ էլ սենց սիրուն մաքրում եմ, լավ լվանում եմ, նոր լցնեմ արդեն իսկ ոսպի մեջ և մի փոքրիկ էլ գազար եմ ծյորկելու ավելացնեմ, որովհետև ես ամեն տեսակի սուպ պատրաստելուց գազարը պարտադիր ավելացնում եմ, որովհետև համ վիտամինն է լավ, համ էլ համայինը շատ լավն է լինում սուպի մեջ։ Այսա, տեսնենք ինչ վիճակում է, ուզում է եռալ թե չէ, դրել եմ ցածրի վրա, ցածր ջերմաստիճանով եմ անում, նայեք, թույլ գազի վրա եմ անում, որպեսզի մարմանդ եփվի, ինչքան մարմանդ է եփվում, այնքան սուպը համով է լինում։ Գազարը ծյորկեմ։ Ավելացնեմ էլի քիչ եմ պատրաստելու, այնքան որ համայինն է լավ լինի, համ էլ ամուսինս է մեջը քիչ տեսնի, գազարը մի քիչ չի սիրում, երբ որ ես ավելացնում եմ կամ բան, ասում եմ գազար ա մեջը, ասում եմ չէ, չի բան անում էլ, ենքան մանրով է ծյորկում եմ, մեջը մի քիչ էլ էփում է, կորում է, բայց դե պետք է սիրելի հետևորդներ, առանց վիտամիններով, ինչ սուպ, հիմա լցնեմ սիրուն, լցնեմ, լցրեցի, այսպես խառնեմ, թող տարածվի, այսպես փակեմ, թող եռա, մինչ այդ բերեմ ոսպը մաքրեմ, տեսնեմ ինչքան երևի կեսը լցնեմ հերիքա,
Այդքա։ Ինձ թվում է, որ բոլորովին կարիք չկա ավելացնելու էլ ոչ մի բան, շատ լավ է, հերիքա, մաքրեմ, սիրուն։ Տեսեք ինչ տեսակի եմ պատրաստում ոսպով սուպը, օրինակ լորիում, Ստեփանավանում, ես որ հարս էի եկել, ես սովոր չէի նման տեսակի ոսպով սուպ պատրաստելուն, որովհետև մեր մոտ Արտաշատում ոսպով սուպին կարտոֆիլ չենք ավելացնում, ոչ էլ լոբով սուպին կարտոֆիլ, իստեղ բոլորի մեջ կարտոֆիլ կա, և ես որ առաջի մի քանի ամիսը հարս էի եկել, կիսուրս երբ որ ոսպով սուպ էր պատրաստում, մեջը կարտոֆիլ էր լցնում, ես մի տեսակ զարմանում էր, ասում էի, բայց կարտոֆիլով ոնց կարա սուպը լինի, ես այդ տեսակի սովոր չեմ, բայց խելոք է կերել եմ սուսուփուս, կարտոֆիլով կերել եմ, դուրսը շատ եկել է և նման ձևով էլ պատրաստում եմ, այնպես որ ուր գնում ես, ինչ տենում ես, նայել սովորում ես սիրելի հետևորդներ, անկախ դրանից, թե դու ուրիշ ձև ես կերել, ուրիշ բան ես տեսել, մեկը հարմարվում ես նրան, որտեղ որ դու հիմնական պետք է ապրես։ Այնպես որ շատ լավ է, ես ընդհանրապես ուտելիքների հետ կապված ոչ մի տեսակի խնդիր չունեմ։ Ինձ համար ինչ ուտելիք լինի, ես մեծ սիրով ուտում եմ։ Մեծ սիրով ինչ տեսակի բան կա, ես ուտում եմ։ Ու ասում էի, վայ Աստված ջան, երանի իմ երեխաները ինձ քաշեն եւ ամեն ինչ ուտեն, բայց ընդհակառակը եղավ, ոչ աղջիկս, ոչ է տղաս, ոչ մի բան չեն ուտում։ Պետք է լինի իրանց սրտի, պետք է ամեն բան չեն ուտում, էլի, ու դա խնդիր է։ Ու պատկերացրեք, որ մի հատ երեխայի, որ տենում եմ ամեն ինչ ուտում, այնքան շատ ուրախանում եմ, ասում եմ, այ երեխան պետք է այդպես լինի, որ ամեն բան ուտի, ամեն ինչ պետք է ուտի, ու ոնց որ թորնիկս մոտ է նման բանին, բավականին լավ ուտում է, ինչ որ տալիս ես ուտում է, ոնց որ մոտ է ուրախանում եմ, որ լավ է, էլի, մի բան տատիից կանցած կլնի, բա, այդպես, հիմա լվանամ սիրելի հետևորդներ և լցնեմ ճաշի մեջ, տեսնենք, արագ եփվող է, շատ արագ է եփվելու, լվանամ, կամ փուչ ոսպ կա, նմա ջրի երես, ավելի հեշտ ես էլի բանանում, լվանում, որովհետև ինչքան որ պետք չի փուչ ոսպ է, մեջից դուրս է գալիս, տեսեք այսպես լավ, սիրուն լվացել եմ, հիմա լցնեմ, թող եփվի։ Թող մի հատ եղա, նոր աղ բան կավելացնեմ, տեսնեմ ոնց է եղել համը, ինչ հետ մի հատ սրբեն չեմ սիրում, որ երբ որ ճաշը եփում եմ կամ բան, գազի վրա ինչ որ մի բան է թափում, սիրտս նեղվում է, ես սիրում եմ, որ գազը պետք է փայլի, անգամ այն ջրի հատիկը երբ որ թափում է, սիրտս նեղվում է, չեմ կարողանում, այնպես որ մի հատ սրբեմ, մինչև անցնենք ճաշին, Եվ կանել այսպես տնեմ, այսպես, այ, մոռացել եմ մեր ճաշի հոտը քաշողը միացնեմ, ես էլ ասում ինչու է կուխնյայում ճաշի հոտը այդպես գալիս,
Այսօր էլ ահավոր ձյուն էր գալիս, սիրելի հետևորդներ, գալիս ենք ճանապարհին, ահավոր ձյուն էր, միած սարսափելի տեսարան էր, մի պահ ոչ մի բան չէր երևում, սենց ձյունը այնքան խոշոր էր գալի, պատկերացրեք փակել էր մեքենայի շշան, ոչ մի բան չենք տենում։ Ասի ես ինչ բան էր ձմեռը, վերադարձավ, մարտ ամսվան ձմեռ, ով է նման բան տեսել, դե իհարկե պարավի ուլերն են, որը նման կերպ է վերաբերվում, էլի եղանակը նման ձև է լինում, թե պարավն է վաղ գտավ իր ուլերին տաներ արածացնելու, մեր գլխին է սենց ձյուն բերելու, իհարկե կատակա դա, հնուց եկած բան է, որ պարավի ուլերը, դա ես փոքր երևի մի քանի տարեկան երեխա եմ, այդ վաղտանից էլ դեռ հիշում եմ, լսում եմ պարավի ուլերը, որ պարավը իր ուլերին տանում է սարը արածացնելու, արածացնում ու սենց հանում, մարտը կերթա, դարդը կերթա, ոնց որ մարտն էր, լսում ու ջղայնանում է, փետրվարին ասում է ինձ կարող եք 2 օր պարքով տալ, ես ես տատիի հախից գամ, ու փետրվարից 2 օր պարքով վերցնում է, և տատիի ուլերին խեղդում է, այնպիսի քամի փոթորիկ է անում, դրա համար էլ ասում են, որ փետրվարի օրերը պակաս է, դա է նշանակում էլի, որ փետրվարից պարքով փող է վերցրել, պարքով օր է վերցրել, այդ իսկ պատճառով էլ փետրվարը մի քանի օր պակաս է ամսվանից, տվել է տատին, որ տատին է մեր հախից գա, այսպես, հիմա լտենանք, ոնց որ ուզում է մեր ճաշը եռա, սիրելի հետել եմ այսպիսի գաթա, նայեք շերտավոր խմորով մեջը խորիզ, այսպիսի գաթա եմ պատրաստել, շատ համով է, որպեսզի կոֆեի, չայի հետ կարողանանք խմելու և ինչպես միշտ իմ հիանալի սիրելի չրերը, որոնք շատ եմ սիրում և անբաժանելի մասն են կազմում իմ սեղանի, միշտ գնում գալի օգտվում եմ, պատկերացրեք ես կանֆետ չեմ վերցնում կոֆե խմելուն, ես չրով եմ խմում, որովհետև չիրը համ շատ ինձ դուր է գալիս, համ շատ բնական պատրաստած առողջարար բան է։ Այսպես դուրսը մութն ընկել է, տեսնենք քանիսն է ժամը, ժամը այստեղ է, ժամ չունենք խոհանոցում, մի հատ ժամը նայեմ 8:20 րոպե է, սիրելի հետևորդներ, ժամը, տեսնենք, ոյ, չէ, բայց դուրսն է լավ եղանակ է, տաք է, շատ լավ է, տեսնենք ինչպես է մեր ճաշը եռում, բլբլթալով եռում, կարտոֆիլը մաքր է, կտրատ է, լվացել եմ, հիմա լցնենք ճաշի մեջ, մի հատի կարտոֆիլ, մեծ չափի կարտոֆիլ եմ գցել, առնենք սիրուն, անուշ հոտը ընկել է, հեսա վերջում է լեպի մի հատը լավ հավեսով կարակ կդնեմ վրեն, բայց հիմա մի քիչ աղ ավելացնեմ, որովհետև աղ չեմ արել, իսկ աղով երբ որ եփվում է, շատ համով է լինում, աղը անեմ, խառնեմ էլ, հեսա ամուսինս կգա, կասի ես քեզ չասեցի, որ դու գնաս քնես, եկել ես ճաշ ես եփում, գործ ես անում, բայց դե կապ չունի սիրելի հետևորդներ, պետք է ես իմ գործը անեմ, մի քիչ ես կիբերանը կիսաբաց թողնեմ, որպեսզի չեռալնի թափի, աղը դնեմ իրա տեղը, համապատասխան, այսպես, սիրելի հետևորդներ, կանաչի էլ նոր նայեցի տնամ, որ կանաչի չեմ վերցրել, չկա տանը կանաչի, որպեսզի լցնեմ, ու չտխրեցի, հարցի վրազ լուծումը գտա, որովհետև մենք մի սառցեխցիկում ունենում ենք նախորոք կանաչիները սառեցրած, հիմա ես համեմ և սամիտ ունեմ իրար հետ սառեցրած, դա եմ հանե սառցեխցիկից, որպեսզի գցեմ մեջը, հաստատ նույն համն է լինում, ոչ մի տարբերություն, առաջներում, որ չորացրած ռեհան էին լցնում, ծիտրոն էինք լցնում, ճաշին չէր լինում էր, ոչ մի խնդիր չի առաջանա, այնպես որ թարմ, թե սառցեխցիկում իմ համար նույնն է,
Դրա համար պետք է ամեն իրավիճակում, ամեն մի տեղում գտնես լուծում, այլ ոչ թե մոլորվես, ինչ կարելի է լցնել, վայ չկա, պետք է լուծում գտնել ամեն հարցին և ուճապի չմատնվել։ Նոր տղասեր զանգահարել, խոսում էի հեռախոսով, իրան մի քիչ լավ չի զգացել և տարել էին բուժկետ, բարկածաբուժկետում, բայց դե չենք բողոքում, չենք դժգոհում, կդզվի, ամեն ինչն է կանցնի, ամեն մի դժվարություն, ամեն մի ծանրություն, դա բոլորն է տղաների համարա, որպեսզի կոփվեն, ուժեղանան, բոլոր երեխաներն է հիվանդանում են, ես չեմ պատրաստվում դա ծանր տանել կամ սենց հիվանդագին նստել լացել, ոչ, ընդամենը ես իմ տիրոջից խնդրում եմ շուտ ապույտ ապաքինում իմ տղային, որպեսզի շուտ ապաքինվի և վերադառնա իր ծառայությանը, սիրելի հետևորդներ։ Այսքանը ինձ թվում է, մեկ էլ հեսա, որ ճաշը կլինի պատրաստ և մենք արդեն կնստենք հաց ուտելու, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ տեսք ունի մեր ոսպով սուպը, բայց հեսա, որ կանաչի բան էլ ավելացնեմ սուպին, անպայման ցույց եմ տալու, թե մեջը սառեցրած կանաչին ինչ տեսք է ունենում, սիրելի հետևորդներ։ Նստեմ, սպասեմ, երբ է գալու ամուսինս, այսօր ասել եմ, որ խանութը մի քիչ շուտ փակի, որովհետև Հայկը, այսօր Հայկի ազատ օրն է, չի կարողանալու մինչև ժամը 11-ը խանութը բաց լինի, որովհետև ես էլ տանն եմ, չեմ կարողանում գնալ և շարունակել, դրա համար էլ ժամը 9-ին կփակենք խանութը, ոչինչ, թող այսօր էլ այդպես լինի, օգնացել ենք, ճանապարհից ենք եկել, ես այստեղ լավ չեմ, ամուսինս այդքան ճանապարհ վարել է մեքենան, հետն է ինչ ճանապարհ էր, ահավոր ձևի ձյուն էր գալիս, հենց լարված հոգնեցուցիչ, այնպես որ այսօր շուտ կփակենք, գանք, հաց ուտենք, քնենք, հանգստանանք, որովհետև վաղը արդեն իսկ երկուշաբթի է, աշխատանքային եռուզեռի օր է, ժամը արդեն 7-ից սկսվելու է մեր զանազան տեսակի աշխատանքները, այնպես որ քնենք, հանգստանանք, որպեսզի ժամը 7-ին կարողանանք աշխատել, սիրելի հետևորդներ։ Էլիցե անչափ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիցը, իմ շատ սիրելի հետևորդներ, ինձ արդեն հարազատ դարձած մարդիկ, պատկերացրեք, որ չեմ կարողանում օրը անցկացնել առանց ձեզ, ասում եմ, վայ, այսօր տեղ են գնում, ասում եմ, վայ, բնկարահանումս, այսպես մի տեսակ կապվել եմ ձեր հետ, սիրելի հետևորդներ, շատ ինձ լավ եմ զգում, երբ որ վիդեո եմ վարում և ձեր հետ այսպես շփվում եմ, չգիտեմ, շատ լավ եմ ինձ զգում, Անահիտը երբ որ երեկ եկել էր իմ մոտ լավաշի արտադրամասում նկարահանում էր անում, ինձ ասում է, այն էլ են գոհարն է, որ փախնում էր նկարահանումից, իրոք որ փախնում էի, նկարահանումից չէի սիրում, քույրիկս էլ որ գալիս էր Արտաշատ նկարահանում էր անում, փախնում էինք բոլորս, չէի սիրում, բայց հիմա արի ու տես նկարահանվում եմ, գնում եմ առաջ, խոսում եմ, սա եկա, չգիտեմ, ահագին սենց մեծ փոփոխություն է, փառք Տիրոջը, որ կարելի է մարդու կյանքում բաներ փոխվի դեպի լավը։ Իմ համար սա լավն է, չգիտեմ։ Իմ համար շատ լավն է կոնկրետ, որ ես կարողանում եմ վիդեոներ նկարահանել, վլոգներ նկարահանել և շփվել ձեր հետ, սիրելի հետևորդներ։ Ձեր հետ գոհարներ, ձեր շատ սիրող գոհարն է, որը ամեն օր միանալու է ձեզ հետ, խոսալու է, ճպվելու է։ Եվ այսօր մոռացա, ուզում էի ճիշտ ասած ձեզ ցույց տալ մեր հավաբունը, ոնց եմ ձուն հավաբնից վերցնում, բերում, իջել էի ներքև հավերին կեր տալու, հեռախոսս հետս չէի տարել, ասի լավ մեկ էլ հետ գնամ, հեռախոսը բերեմ, ասի թող մնա, վաղը անպայման ձեզ ցույց եմ տալու հավերին էլ, մեր խոզերին էլ, ինչպես են կերակրում, այդ բոլոր աշխատանքներն էլ անում ենք և անում եմ մեծ սիրով։ Սիրելի հետևորդներ, պահում եմ կենդանիներ ու
առանց ինչ-որ կաշկանդվելու մտնում եմ գոմնել եմ մաքրում, կերնել եմ տալի, գոմնել եմ լվանում, շլանգ ունենք ու մեծ բավականություն եմ ստանում եւ հավատացեք, ոչ մի աշխատանք անպատվաբեր չի։ Բոլոր տեսակի աշխատանք, դե կան աշխատանքներ, կան բաներ, որ չի կարելի, բայց ընդհանրապես առօրյա աշխատանքը, ոչ մի տեսակի աշխատանքը անպատվաբեր չի, սիրելի հետևորդներ։ Իմ համար կոնկրետ ես ուրախանում եմ։ Եթե աշխատատեղը չլիներ, ես պատկերացրեք խանութում էլ ուրիշտեղ էլ կաշխատեի մաքրուհի մեծ սիրով։ Միայն կարողանայի աշխատել, պահել ընտանիքիս, գումար վաստակել, դա իմ համար գերագույն հաճույք է, սիրելի հետևորդներ։